Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 եւ մենք այս տարի նախավերջին անգամ ասում ենք բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Նախավերջին անգամ ասում ենք այս տարի բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ողջունելու բոլորիդ եւ իհարկե առաջարկում ենք 1.5 ժամն անցկացնել մեզ հետ միասին, նույնիսկ եթե ամանորի նախապատրաստական աշխատանքներ եք իրականացնում։ Կարծում եմ այդ պարագայում մենք ձեզ կօգնենք, դինամիկան կապահովենք, հաճելի լավ տրամադրությունն ու հույզերը եւս, եւ դուք կկարողանաք ավելի արդյունավետ աշխատել։ Իսկ այսօր եթերում ձեզ համար աշխատում են իմ շատ սիրելի Տիգրան Հարությունյանը եւ իմ շատ սիրելի Լուսինե Մուրադյանը։ Նախավերջին անգամ կրկին ասում ենք բարի լույս բոլորին, մաղթում ենք լավ տրամադրություն, մի պա կտրվեք ձեր բլիթներից եւ սեղանի տարբեր բարականներից, պատրաստումներից եւ միացեք մեզ պարզապես ընդմիջում արեք 1 գավաթ սուրճով, լավ երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ։ Մեզ ոչ միայն լսեք, այլև դիտեք, իսկ թե ինչ հարթակներով մենք կպատմենք քիչ անց։ Գալիս է ամանորը, բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից։ Նախատոնական սուրճ ու սեր առավոտից հանրայինի ուղիղ եթերում 9:34 րոպե։ Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք ձեզ եւ իհարկե առաջարկում ենք, որպեսզի 1.5 ժամն անցկացնեք առավել արդյունավետ, դեռ խցանումներ չկան, ամեն ինչ դեռ արժևում է, ժամանակից մի ուրախացեք, մենք կանդրադառնանք եւ ձեր ուշադրությանը կներկայացնենք բոլոր տեղեկությունները, որոնք կապ ունեն հենց առավոտվա հետ, հատկապես երբ գործերով պիտի շտապեք ինչ-որ տեղ, բայց մինչ այդ հիշեցնենք, թե ինչ տարբերակներով կարող եք մեզ դիտել։ Armradio.am մուտք է գործ
գործում, մեր լայվ այնտեղ գործարկված է գեղեցիկ պատուհան ունենք, կտեսնեք մեզ մեր տոնական տաղավարը։ Ունենք նաև Facebook-յան ավանդական լայվ, ինչպես միշտ, եւ ունենք նաև TikTok-յան լայվեր ես ու Լուսինեն։ Երկու պատուհան սկզբունքով մեր անձնական էջերով միացել ենք, փնտրեք մեզ եւ կգտնեք։ Եվ իհարկե ունենք ուղիղ կապի հեռախոսահամար 553702, դա այսօր առավել ձեզ պետք կգա, որովհետեւ մենք պլանավորում ենք ձեզ հետ զրուցել եւ ձեզ հետ միասին ամփոփել ու հասկանալ ինչպիսի տարի էր յուրաքանչյուրիս համար 2025-ը։ Այո։ Դեկտեմբերի 30-ն է, օրը 3 շաբթի։ Այս պայն Երևանում -8 է, օրվա ընթացքում մի ակնկալեք տաքություն, մինչև -2 է իջնելու։ Չի լինելու պլյուս եւ ասենք, որ հունվարի առաջին հատվածում սպասեք թեժ սառը ձմռան, որովհետեւ Առաջին 10-օրյակը հունվարի կլինի առավել քան ցուրտ, հետո կգնա դեպի ջերմացում։ Ինչ վերաբերում է այսօրվան, դեկտեմբերի 30-ին այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դա նշանակում է, որ սառցակալած փողոցներով կպտտվենք։ Առանձին վայրերում նաև սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց սառույցը ցուրտը կլինի մեզ հետ ամբողջ օրվա ընթացքում։ Սիրելի վարորդներ, զգոն եղեք, զգուշ եղեք, հիմա մենք անդրադառնալու ենք ճանապարհների իրավիճակին, տեսնենք թե ինչ իրավիճակ է հանրապետության տարածքում։ Այո, ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա տեղեկացնենք, որ Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, քանի որ բուք է։ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը Նորավան, Լծեն, Տաթև, Շինուհար, Տաթև Կապան, Քաջարան Մեղրի եւ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյանց Լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ելփին Վայք ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Արթիկի, Կապանի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նայրի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հարգելի ռադիոլսողներ, եւ իհարկե շատերին հուզող եւս մեկ, այսպես ասած, ճանապարհ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Խոսում ենք եւս մեկ անգամ նրա մասին, որ բացառապես երթևեկում ենք ձմեռային անվադողերով, լինում ենք շատ ուշադիր, զգոն եւ զգույշ, դա վերաբերում է ոչ միայն վարորդներին, այլև հետիոտներին, որովհետեւ կարող է մերկացառույց լինել եւ դուք չնկատեք ու Ապելա, հայտնվեք գետնին ու Աստված չանի հետո ստիպված լինեք գնալ հիվանդանոց կոտրվածքներով։ Սիրելի հետիոտն ճանապարհն անցնելիս նայեք, աչք ու ձախ տեսեք, մեքենա մոտենում է թե ոչ։ Երբեմն մեքենան մոտենում է, դուք դες գցում եք մեքենայի տակ։ Մի արեք այդպես։ Ճողոպրել ոչ նախատեսված ձեզ համար ոչ նախատեսված վայրերից մի փորձեք անցնել, որովհետև դրա համար կան հատուկ անցումներ։ Հատկապես երեկոյան ժամերին, երբ մութ է, երբ դուք էլ մուգ հագուստ եք կրում, խնդրում եմ զգուշ եղեք, վարորդը նույնպես մարդ է, ով կարող է եւ չտեսնել ձեզ։ Կամ փողոցը անցեք լայն ժպիտով, որպեսզի գոնե սպիտակ ատամնաշարը երևա։ Իսկապես։ Ինչ ծիծաղել է։ Շատ գեղեցիկ պատկեր է Երևանին քարտեզին։ Աչքը կանաչ, ոչ թե կարմիր, այլ կանաչով գրված է 2 բալ ընդամեն, այսինքն կարող եք դուրս գալ եւ ոտքով քայլել, զբոսնել։ Ոտքով կարող եք ճեմել, չճեմեք մեքենաներով, դուք ինքներդ խցանում կստեղծեք։ Նորմալ երթևեք եք խնդրում ենք։ Ինչ է կատարվում օդային տարածքներում, օդային տարածքում չկա մերկասառույց, չկա բուք։ Այդուհանդերձ տեղեկացնենք, որ բոլոր վայրեջքները ժամանակին են տեղի ունենալու, փորձեք ժամանակին հասնել օդանավակայան, դիմավորել ձեր հարևաններին, սիրելիներին, մեկնումների ցուցակում ունենք, այո, Շարմ էլ Շեյխի չվերթը, որը պետք է տեղի ունենար 9:55-ին, տեղի ունենալ 11:20-ին, այնպես որ բայց դուք
ժամանակին գնացեք, խնդրում ենք, եւ Կրասնոդարի չվերթը Մի ուշացում էլ 11:30-ի փոխարեն թռիչքը իրականացվելու է 12:20-ին։ Իսկ ավելի ուշ հատվածներում չկա Տիգրան ջան ուշացում։ Ավելի ուշ հատվածները արդեն ավելի ուշ հաղորդումների համար են։ Լավ, ոնց ասես, ես մտածեցի այսօր նվեր անեինք ռադիո լսողներին, իսկ ինչու մենք նվեր չանենք։ Մենք խոսում ենք առաջիկա ժամերի մասին։ Լավ, ոնց ասես։ Կենտրոնական բանկ տեղափոխվենք եւ տեսնենք այնտեղ ինչ օրվա փոխարժեքներ են սահմանել։ Ամերիկյան $1 փոխարժեքը 381 դրամ է, 1 եվրոն 448, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 409 դրամ է, վրացական 1 լարին 141 եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամը 103 դրամ է, սա նրանց համար ովքեր հիմա ուզում են չվել տաք երկրներ։ Ու ոչ միայն տաք երկրներ, որովհետև հաճախ գնում են երկրներ, որտեղ ցուրտ է։ Դե հիմա դե չես կարող ասել։ Ցուրտ մենք էլ ունենք այստեղ։ Ցուրտ մենք էլ ունենք, բայց դե դրսի ցուրտը ուրիշ է։ Հարևանի հարսը միշտ էլ գեղեցիկ է։ Հիշիր այդ ես մեր ցուրտն եմ արտահայտությունը, որը կա չգիտեմ որն ասեմ, լսիր։ Սինգապուրյան դոլարը 296.76 է։ Շատ ակտուալ ինֆորմացիա, կարծեմ դուք օգտագործեք ընթացքում։ Ես եմ օգտագործելու։ Դեկտեմբերի 30-ն է, եւս մեկ անգամ հիշեցնենք, օրը 3 շաբթի, 1 օր է մնացել մինչ ամանոր, բնականաբար, եւ մենք շարունակում ենք։ Հոգսերից ոչինչ կանցնի, ձեզ ոչինչ չի հաջողվում, ոչինչ կանցնի։ Ինչու է հոգին երգում, մարմինը թրջել ուզում, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Ինչու է հոգին երգում, մարմինը թրջել ուզում, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Թող նոր տարին մեր հոգիները ջերմացնի, թող բոլոր տխրությունները նա տանի։ Ձանձրացած չենք նստելու, միասին ենք տոնելու, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Ձանձրացած չենք նստելու, միասին ենք տոնելու, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Շուտով ձեր դուրը կթակի նոր տարին, բոլորիդ հաջողությունը կբերի, բաժակները դելացրեք ու մեզ հետ խմեք երգեք, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Բաժակները դելացրեք ու մեզ հետ խմեք երգեք, նոր տարի, նոր տարի, նոր տարի։ Նոր տարին մոտենում է մեր շեմին, ու թակում է նա պատուհանին, նոր տարում ամեն բան պատահում է, թող ոչ ոք մենակ իրեն չզգա, հենց այսօր տարում։ Սուրճ ուսեր առավոտից։ Տարեմուտի թողարկումն է հանրայինի ուղիղ եթերում 9:43 րոպե։ Եվ ասում ենք եւս մեկ անգամ բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ ու կապ չունի թե որ հարթակով եք հետևում մեզ։ armradio.am-ի հարթակով, Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով թե TikTok-յան հարթակի միջոցով թե FM հաճախականությամբ կապված թե որ տարածքում եք, դուք ինքներ շատ լավ գիտեք FM հաճախականությունը եւ չենք մոռանում ուղիղ եթերի մեր հեռախոսահամարը 553702 Եվ հնչեցնենք այսօրվա հարցը ուղված մեր լսարանին, մեր ընկերներին։ Այո, ինչի համար եք շնորհակալ 2025-ին։ Օրինակ դու ինչի համար ես 2025-ին շնորհակալ։ Ես շնորհակալ եմ, որ ունեցա հնարավորություն բացահայտելու եւս մի քանի վայր մայրցամաքից եվրոպական, եղա Իտալիայի կղզիներից երկուսում, բացահայտեցի հրաշալի Իսկիա կղզին, Կապրի կղզին, Նեապոլը բացահայտեցի այս տարի, չէ եղել այնտեղ։
Ես եղել եմ եւ այնպես չէր որ կիսում եմ քո ոգևորվածությունը Նեապոլի հետ կապված, բայց ինչևէ։ Ինչ շատ դուր եկավ Նեապոլը։ Շատ լավ է որ քեզ դուր է եկել։ Եվ ճաշակեցի աշխարհի հնագույն վայրում պատրաստված պիցայի պատրաստման հնագույն վայրում 1929 թվականից է թվագրվում այդ վայրը։ Գոյնահամով էր, գոնե չէ էլի, գոյնահամ։ Շատ։ Իրական նեապոլիտանական պիցան կերեք համտեսեք հենց Նեապոլում։ Գինել էր համեղ։ Շատ համեղ, այո, շատ բավականին մատչելի։ Մատչելի, շատ կարևոր է դա, որովհետև հաճախ մարքեթինգային քաղաքականությունը բերում է անհասանելիության որոշ իրավիճակների։ Իրենք այդպես չեն մտածում, մենք միգուցե այդպես մտածենք։ Իսկ դու ինչի համար ես շնորհակալ։ Մարդկանց ավելի լավ ճանաչելու համար եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ իրական ընկերներիս, որ կողքիս մնացին ու կողքիս են։ Իսկ այն մարդիկ, որոնք հեռացան ու գնացին, շատ ավելի լավ իրենց եմ շնորհակալ, որ ընտրեցին ճիշտ ճանապարհ եւ իմ կողքին չեն։ Շնորհակալ եմ նաեւ գործնականում, անձնական գործնականում հաջողություններիս համար։ Տեսնում ես։ Դա դեռ մի մասն է, բնական է։ Ամենը եթերում չես ասի։ Դե հա, պարզ է։ Սա մեր տեսանկյունից։ Դուք ինչի համար եք շնորհակալ 2025-ից, գրեք, զանգարեք։ Ձեր անձնական հաջողությունների մասին ենք խոսելու, կիսվեք մեզ հետ, թե ինչպես եք գնահատում կոնկրետ ձեր անձնական աճի զարգացման հնարավորությունների տեսանկյունից 2025-ը։ Այո, մեկը շնորհակալ է իր ծնողներից, մյուսը ընկերոջից, մյուսը բարեկամից, մյուսն էլ թողնում ենք ձեզ տարբերակը։ Լավ։ Բաց ենք օրացույցը դեկտեմբերի 30-ին։ Երկ չլսենք, հետո բաց ենք օրացույցը։ Դու ուզում ես երկ լսենք այս պահին։ Գենացի նման էր, էլի։ Շնորհակալ լինենք մեր ընկերներին, մեր ծնողներին, մեր հարազատներին, մեր շրջապատող մարդկանց եւ նույնիսկ նրանց, որոնք ինչ որ դժվարություններ են ստեղծել ձեզ համար։ Եղանակին համահունչ ձուն երկով մեզ միանում է Արսեն Սաֆարյանը։ Իմ ջերմակ երազ, իմ մաքրություն ու շշնջացիր մեզ երկնքից մի լուր դու հեքիաթ իմ բարի դու իմ ձյուն ես տեսնում եմ մեզ պատիվների կրկած փայլերի մեջ լույս քո աչքերի սերը իրական հանկարծ մեզ հյուր եկավ ու բացեց գաղտնիքը հուշերի ու թափվում են ու փարվում են տակ մայթերի ինձ գրկում են քո թևերի պես ձյունը մեզ պահում է իր հրաշք հեքիաթում ձյունը իր գրկում ինձ ու քեզ հույսը քո ջերմակ բեր այս տխուր քաղաքի հույրը մանկության ու նոր տարի բեր մեզ այս գիշեր դու մի փաթիլ բարություն մեր թաքուն համբույր փափուկ իմ ձյուն լուր իջնում են երասները մեր սրտերի Սիրո անվերջ երկի նման ու հալվում է ձյունը քո շիկնած այտերին ու դառնում արցունք երջանկության ու թափվում են ու փարվում են տակ մայթերին ինձ գրկում են քո թևերի պես ձյունը մեզ պահում է իր հրաշք հեքիաթում ձյունը իր գրկում ինձ ու քեզ հույսը քո ջերմակ բեր այս տխուր քաղաքի բույրը մանկության ու նոր տարի բեր մեզ այս գիշեր դու մի փաթիլ բարություն մեր թաքուն համբույր փափուկ իմ ձյուն Սուրճ ու սեր առավոտից
9:49 բարի լույս նրանց, ովքեր այս պահին գազօջախի վրա պատրաստում են իրենց բլիթները, ովքեր այս պահին նախաճաշում են, լսում են մեզ։ Ովքեր ոչինչ էլ չեն պատրաստվում, վայելում են ուղակի իրենց առավոտը, Դժվարանում եմ ասել, նման մարդիկ կգտնվեն, որ այս ժամին ոչինչ չանեն։ Իսկ ինչ ես առաջինը դու անում, որ արթնանում ես, օրինակ։ Տենչում եմ սուրճ։ Իսկ ես ուղակի աչքերս եմ բացում։ Բնականon բրաճկերը պետք է բացես որ սուրճ։ Շնայց փակ աչքերով էլ կարելի է սուրճ խմել։ Այո, վայելել, բույրս գալ, համս գալ, ու տենց։ Ես հասկացա քեզ։ Դու այսօր քո փորիկներին զգեստին համահունչ ես։ Իսկ եթե դուք ուզում եք տեսնել իմ կերպարը, Բոցաշունչ, բոցավառ, ձեզ համար եմ արել այս ծրտին։ Ես որոշել եմ, որ Հանուն տոնական ռադիոլսողների։ պիտի լինի ամեն ինչը, այո, եւ ջեր ողջույններ ձեզ հարգելի ռադիոլսողներ, հատկապես այն ռադիոլսողներին, որոնք ոչ միայն լսում եւ դիտում են, այլևս գրում են։ Եվ մեծ նամակներ են գրում։ Այլել ինչ Բազմասերիանոց։ Գնացինք։ Կարինե Մկրտչյանն է մեզ ուղարկել նման մի բազմասերիանոց հանգիղացիկ նամակ։ Բարի լույս բոլորին, գալդ բարի նոր տարին։ Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի եւ ցանկությունների իրականացման հետ։ Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ։ Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի նոր երջանկության։ Այս նոր տարում ցանկանում են, որ անհոգ լինենք բոլորս, երջանիկ կորերից բաղկացած մի ֆիլմ ունենանք, թող կործանվի չարը եւ բարին բույն դնի մարդկանց սրտերին, ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաջողություններ բոլորին, գրում է Կարինե Մկրտչյանը։ Ահա, այս մի մեծ նամակը կարդացինք, կարծես թե էլի ունենք։ Անցանք մյուսին։ Ահա, Կարինե Գրիգորյանն է հիմա էլ մեծ գրում։ Գյումրիից է։ Այո, վաստակաշատ Վաստակաշատ մանկավ, թոշակի անցած մանկավարժ։ Բարի նախատոնական օր, ամբողջ մի տարի ունկնդրել եմ ձեր հաղորդաշարը։ Շնորհակալ եմ նրա համար, որ ամեն առավոտ ինձ նվիրել եք դրական ու պոզիտիվ տրամադրություն, անգամ կիսվել եմ ընկերներիս ու ծանոթներիս հետ ձեր հոյակապ հաղորդաշարի համար։ Շնորհակալ եմ օրս ձեզ հետ միասին անցկացնելու համար։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ շնորհակալություն բավենք, որքան շնորհակալ ենք ձեզ, որովհետեւ սա ամենակարևոր խոսքերն են։ Ով է ասում, վաստակաշատ մանկավարժ։ Այո, շատ կարևոր։ Սա մեզ համար շատ գնահատելի է, շնորհակալ ենք ձեզ։ Սա արդեն առանց կատակի, ամենալրջությամբ շնորհակալ ենք։ Այո, Սա նշանակում է, որ ինքնանպատակ չէ մեր աշխատանքը եւ մենք կարողանում ենք որևէ կերպ ջերմ հույզեր փոխանցել հենց վաղ առավոտից ձեզ սիրելի, հարգելի, պաշտելի ռադիոլսողներ։ Գնացինք։ Ինչի համար ենք շնորհակալ 2025-ից, սպասում ենք ձեր գրառումներին Facebook-յան էջում, նաև զանգարեք 553702 եւս։ Այո, ինչի համար ենք շնորհակալ 2025-ին։ Այնպես որ զանգարում եք, գրում եք, մենք դրանք կարդում ենք, լսում ենք ձեզ, զրուցում ենք։ Բաց ենք օրացույցը, տեսնենք ինչ միջազգային տոներ կան այսօր։ Դե չգիտես ինչու, այսօր թարգմանչի միջազգային օրն է։ Դե այդպես են որոշում։ Դե չխառնեին էլի տոների հետ այդ նկատի։ Դե նախատոնական տոն է, սա նախատոնական տոն։ Աբրակադաբրա։ Հետաքրքիր է, ոդքասթի միջազգային օրն է այսօր, իսկ մենք գիտենք ոդքասթները ինչ շռնդալի արագությամբ հայտնվեցին եւ գրավեցին ամբողջ աշխարհը եւ դրանում անմասն չմնաց մեր Հայաստանը։ Իհարկե կան շատ հաջողված ոդքասթ։ Դե նույն հաղորդումն է էլի, ուղղակի ինչ ուզում են խոսում են։ Պոդքաստ ժամանակակից անունն է, էլի պոդքաստ, այդպես որ ասում են ավելի նորաձև է ստացվում։ Հասկանալի։ Օրթոդոնտի միջազգային օրն է։ Այսօր սա էլ է պոդքաստ։ Մեր հաղորդումը հաղորդում չէ, պոդքաստ է։ Մենք հաղորդաշար ենք։ Լավ, ինչևէ, օրթոդոնտի շնորհավոր ենք բոլոր օրթոդոնտներին մասնագիտական տոնի համար։ Նահանգներում շատ հետաքրքիր օր կա այսօր, մարդկանց սիրելու ազգային օր։ Ես քեզ ամեն օր էլ շատ սիրում եմ։ Դե բայց դες հատուկ օր կա։ Լավ։ Օրինակ ինչ վատ կլներ մեզ մոտ լիներ Տիգրաններին սիրելու օր։ Ինչի Տիգրաններին թող լիներ Լուսինեներին։ Մի առանձին օր Լուսինեին։ Դե արի ամեն օր մի անուն հորինենք, մենք եթերում այդտեղ։ Լեհաստանում տես տղաների օր են նշում այսօր։ Շնորհավոր Տիգրան ջան։ Բայց ես Լեհաստանում չեմ, ես Հայաստանում։ Կապ չունի, առիթ լինի, մենք շնորհավոր ենք։ Իսկ եթե դու լիներ Կանադայում, մենք կշնորհավորենք միմյանց թխկու տերևի օրվա կապակցությամբ։ Արի շարունակենք տարօրինակ տոները։ Միացյալ Նահանգներում մաստակի ազգային այսօր իջու աղար իջու։ Բաց ցեխի դիմակի ազգային օրը։ Դե սա կարևոր բան է, սա առողջարար է ցեխի դիմակները, երբ դեմքիդ ես ճիշտ։ Իսկ մաստակը։ Մաստակը առողջարար չի։ Բա։
Չէ, 8 հաճ է նույնիսկ ես կասեի։ Նայիր, ինչ հետաքրքիր տոն է տակ Glentowane-ի սիդրի ազգային օրն է Միացյալ Նահանգներում։ Glentowane-ները արդեն մեզ մոտ կան, դա տակ գինին է հարգելի ռադիոլսողներ, համեղ է եւ հատկապես հաճելի, երբ դու ծուր ձմռանը քայլում ես փողոցով խմում ես այդ տակ գինին, եւ տակն է տակածնում եւ թեթև ալկոհոլը ու լավ տրամադրությամբ շարունակում է շրջել փողոցներով։ Հարավային Կորեայում Բերքի տոն են նշում այսօր, Ռուսաստանում ինտերնետի օր են նշում, նաև չվելու օր են նշում, այսպեսի օր կա Ռուսաստանում։ Չգիտեմ ուր, բայց չվում են ինչ-որ։ Հետաքրքիր է, որ ինտերնետի օրն են նշում։ Եվ այստեղ մի հետաքրքիր տոն էլ նկատեցի, ուզում եմ գտնել նարնջագույն վերնաշապիկի օրն են նշում Կանադայում։ Ինչու նարնջագույն, դա էլ չեմ հասկանում, բայց ինչև է։ Դե դա կհարցնենք Նաև Ուկրաինայում գրադարանավարներին են շնորհավորում, որովհետև այսօր գրադարանների օրն է այնտեղ։ Եվ այսպիսի խայտաբղետ օրացույց ունենք, քիչ անց կադրադառնանք նաև իրադարձություններին եւ կհասկանանք, թե ովքեր են ծնվել տարիներ առաջ այսօր ու ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Իսկ դուք ինչի համար եք շնորհակալ 2025-ին։ Գրեք եւ զանգարեք մեզ։ Ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր ալը գագաթին ծաղրի տախսում է պապին Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Պարարա տոնածար ջան տոնածար Ինչ սիրուն ես ու պայծար Ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր աստղ գագաթին ծառի տակ ձմեր պապին Ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր աստղ գագաթին Ծառի տակ ձմեր պապին Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավ է չորս կողմը լույս ու փայլ է Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք ընդամենը 2 րոպե ժամանակ, որպեսզի այս պահին ողջունենք մեր գործընկեր Կարեն Ղազարյանին, ով վերջին վարքյաններին միացավ մեզ։ Բարի լույս վերջին վարքյաններին է ժամանում։ Հա Կարեն ջան։ Հա? Պես ստացվեց ուղղակի։ Այդպես ստացվեց։ Կարեն, ինչ կա չկա, ինչպեսին է անցուդարձը նախատոնական տարեմուտի։ Ոնց որ ասում են ջանսաղություն, համանորյա Երուսեր Ամանորն ապոփելով 2025-ին ինչի համար ես շնորհակալ դու։ ամեն ինչի համար։ Շատ կառուցողական պատասխաններ ես տալիս Կարեն ջան։ Սպառիչ։ Այդպես։
Իսկ կա մի բան, որով դու կհիշես միշտ 2025-ը։ Գուցե դա ճամփորդություն է, գուցե ինչ-որ մի Ես գիտեմ ինչ կհիշի 2025 հարազատ, բարեկամ, ընկեր, գուցե ում է շնորհակալ առհասարակ։ Շնորհակալ առհասարակ Աստծուն պիտի լինել, կարծում եմ առաջին հերթին։ Այսպեսին են մեր ռադիոլուրի գործընկերները շատ համեստ, շատ սպառիչ, կարճ, կոնկրետ, հստակ, այո, ոչ եւ այլն։ Դե ինչ, մենք ոչինչ չենք ավելացնելու։ Մեզ մնում է միայն եթերը զիջել, Լուսնե ջան, շունչ քաշել եւ լսել լուրեր։ Մնացինք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մեր ժամանակների հերոսը 2025 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։ Մրցանակները շնորհվել են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող մեր ժամանակների հերոսը հաղորդման 13 մասնակիցներին։ Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով եւ նշել, որ մեր ժամանակների հերոսը ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը ցույց է տալիս նաեւ մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Վարչապետը կիսվել է իր այս տարվա առանցքային տպավորությամբ։ Փաշինյանը նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է այն հանգամանքի կարեւորությունը, որ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում նաև որոշակիորեն տնտեսականացվում է, կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ Վարչապետ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է բազումք տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր աստղագետ Ավետիք Գրիգորյանին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը եւ առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանային կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման եւ համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։ Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արված հայտարարությանը, որ Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, Բաղային նշել է, որ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն։ Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Նա ընդգծել է, որ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով եւ Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի եւ խնդիրների ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա, շեշտել է Բաղային։ Նա նաեւ հավելել է, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։
Արտգործնախարարությունից հայտնում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորման։ Միջազգային լրահոսից Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող ադրբեջանի քաղաքացիները հայրենիքում կարող են որպես վարձկան դատապարտվել ՑՄ ազատազրկմանը, զգուշացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հաստատելով, որ մարտական գործողությունների մասնակցում են ադրբեջանցիները։ Նախորդին հրապարակված հաղորդագրության մեջ գլխավոր դատախազությունը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ցանկացած կողմում մասնակցությունը Ադրբեջանում համարվում է հանցագործություն։ Գերատեսչությունում նշել են, որ ի հայտ են եկել ու գալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ինչպես նաեւ այլ զինված հակամարտություններին Ադրբեջանի մի շարք քաղաքացիների մասնակցության փաստեր։ Ցավով ենք արձանագրում, որ այդ մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, ծանր վիրավորների եւ գերեվարվածների թվում կան նաեւ մեր քաղաքացիները, ասված է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազությունը հիշեցրել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի վարձկանության մասին հոդվածը, նախատեսում է 8 տարուց մինչև ՑՄ ազատազրկում։ Նշվում է, որ մի շարք քաղաքացիների նկատմամբ այդ հոդվածով արդեն հարուցվել են քրեական գործեր, ընթանում են քննություններ։ Եվ վերջին լուրը Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի հարցով նոր բանակցություններ սկսելու մասին, մի քանի այլ եվրոպացի առաջնորդների հետ միասին մասնակցեցի կարծիքների փոխանակմանը Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում։ Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որը կլինի արդար եւ երկարատև խաղաղության կառուցման բանալին։ Հունվարի սկզբին մենք կհավաքենք կամքի կոալիցիա երկրները Փարիզում յուրաքանչյուր երկրի կոնկրետ ներդրման վերաբերյալ համաձայնագիրը վերջնականապես հաստատելու համար, նշել է նա։ Այսքանն այ ժամի համար տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիո լուրը եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Game start. Apatı 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 kissy face sent to your phone, but I'm trying to kiss your lips for real. Red hearts, that's what I'm on, yeah. Come give me something I can feel. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? See tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the apatı 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 apatı. It's whatever you like. Turn this appetite into a club. I'm talking drink, dance, smoke, freak, party all night. Come on, go, what's up? Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the apatı 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 apatı.
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք վերադարձանք 16:10 րոպե նախատոնական տրամադրությամբ ձեզ հետ սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Կարոտել եք մեզ սիրելի ռադիո լսողներ, մենք ձեզ հասցրեցինք արդեն կարոտել, թեպետ դուք ակտիվ եք շատ on-line հարթակում եւս, մեզ նաեւ գրում եք, ինչի համար մենք իսկապես շատ շնորհակալ ենք, շատ երջանիկ ենք այդ առիթով եւ ունենք մեկնաբանություններ, որոնք սիրով կընթերցենք հենց ձեզ համար, հարգելի ռադիո լսողներ։ Բայց ինչ մեկնաբանությունները, արի եւս մեկ անգամ հիշեցնենք ռադիո լսողներին, որ այսօր մենք ունենք հարցադրում ձեզ համար, սիրելիներս 2025-ին ինչի համար եք շնորհակալ։ Այո, ինչի համար ենք շնորհակալ առհասարակ եւ փորձենք հասկանալ, շատ են գրառումները, ինչ է շատ հաճելի է։ Մենք նաեւ լիահույս լինենք, որ այստեղ կգտնենք նաեւ հենց այդ հարցի պատասխանը, ինչ ես կարծում, գնացինք։ Այստեղից պիտի սկսենք։ Արամ Իսահակյանն է գրում, բարև ձեզ, ինձ համար 2025-ը նշանավոր էր նրանով, որ իմ թորնիկը եկավ առաջին անգամ մեր տուն, շնորհավոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շատ թորնիկը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին է ծնվել, բայց հիվանդանոցից դուրս է գրվել 25-ին եւ դրանով էլ պայմանավորված նաեւ ավանդական բարի լույս ասենք ու անցնենք գործի, ողջունում եմ սիրելի հաղորդավարներ, շնորհակալություն Ղազար Գալոյան, անչափ շնորհակալ ենք։ Արամը Մկրտչյան կրկին մեզ ջերմ ողջույններ է ուղարկում եւ այստեղ ունենք նաեւ Հերիքնաց Կարեյանից մեկնաբանություն։ Բարի լույս Լուսինե եւ Տիգրան ջան, ինչպես միշտ շնորհակալ եմ ձեզ, որ այս հաղորդումը կա։ Ու ես իմ սուրճը վայելում եմ ձեզ հետ, շնորհակալ եմ 2025-ից, որովհետեւ ես նորից հանդիպեցի 50 տարի անց դպրոցական ընկերներիս, որոնց հետ ամեն առավոտ բարի լույս ենք ասում եւ ամենակարևորը ունեցա եւս մեկ թորնիկ, որոնց հետ պետք է անցկացնեմ նոր տարին։ Տեսնում ես ինչ հարուստ մարդ եւ թորնիկ է ունեցել եւ ընկերներին է հանդիպել։ Զարուկ Տեր Դավիթյան անունով օգտատերը գրում է շնորհակալ ենք, որ ամեն օր Աստված մեզի նոր օր կուտա ու շարունակենք մեր կյանքը։ Ըստ երևույթին այլ երկրից է գրում ես, իդեպ գիտեք, որ ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն մեզ միանալ աշխարհի որ հատվածում էլ որ լինեք, մենք հասանել ենք եւ սպասում ենք նաեւ ձեր գրառումներին, հատկապես եթե դուք Հայաստանից դուրս եք այս պահին բնակվում եւ ձեր կարոտի միակ միջոցը հենց հանրային ռադիոյի այս ուղիղ եթերն է, գրեք եւ մենք հասկանանք թե ինչի համար եք շնորհակալ 2025-ին, սպասում ենք կամ ում եք շնորհակալ 2025-ի համար, սպասում ենք ձեր տարբերակներին 553702, դա էլ ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Իսկ մենք շարունակենք թերթելորացույց եւ հասկանանք ինչ իրադարձություններ են տեղի ունեցել տարիներ առաջ, հենց այսօր դեկտեմբերի 30-ին, այսօր ծնվել է մի երկիր, որն այլևս չկա։ Դա ԽՍՀՄ-ն է։ Դեկտեմբերի 30-ին 1922 թվականին ստեղծվել է Խորհրդային Միությունը, Սոցիալիստական Հանրապետությունների միությունը։ Համախմբված հատված, այո, ոնց ստեղծվեց, այդպես էլ հետո չկա։ Դա հիմա այդպես է ստացվել։ Բայց օրը նշում են փաստորեն։ Գնացինք։ Տեսնենք էլ ինչ իրադարձություններ են գրանցվել այսօրը։ Ծաղրանկարների սկանդալ է, ծաղրանկարային սկանդալ է գրանցվել այսօրը 2005 թվականին, որովհետև դանիական թերթում հրապարակվել էր Մուհամմեդ Մարգարեի ծաղրանկարները, ինչը առաջացրեց այսպես ասած ծաղրանկարային սկանդալ։ Ես հիշում եմ շատ լավ այդ սկանդալը։ Ես էլ չեցի հիշել, դες նման բան փաստորեն եղել է։ Այո, եւ գնանք առաջ ու փորձենք հասկանալ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ հենց այսօրը։ 1989-ին Իսրայելը ներկայացրեց իր նոր արժույթը, այն կոչվում է շեկել։ Ահա, եւ տեղափոխվենք այլ, այսպես ասած, տարեթիվ ու փորձենք հասկանալ թե ինչեր է տեղի ունեցել։ Հայտնի Նաուտիլիուս Սուզանավը, քեզ ծանոթ է այս անունը։ 1954-ին անցնելով բոլոր փորձությունները գործարկվել է ամերիկյան առաջին ատոմային Սուզանավը, որ կրում են Նաուտիլիուս։ Ահա, եւ շարունակենք։ Ահա։ 1935 թվականի այսօրը տեղի ունեցել Բոստոնում տեղի ունեցել Ջորջ Գերշվինի Պորգին եւ Բեսը օպերայի առաջնախաղը։ Ահա, եւ տեղափոխվենք Անգլիա։ Հետաքրքիր մի իրադարձություն էլ կա այստեղ, որը ինձ թվում է նաև շատ հետաքրքրի տեխնիկայի զարգացմամբ հետաքրքրվողներին 1929 թվականի այսօրը Մայնի Ֆրանկֆուրտում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օպելը հայտնի Ադամ Օպելի թոռը թռիչք է կատարել հրթիռային շարժիչներով օդանավով։
բա։ Ես այնուամենայնիվ տեղափոխվեմ Անգլիայում, որտեղ գործում է հանրայիտ BBC ընկերությունը եւ անգլիական այդ ծառայությունը իր առաջին հեռուստահեռարձակումը կատարել է այսօրը 1929 թվականին։ Պաստորեն BBC-ն հանրային ռադիոից 3 տարի փոքր է։ Բա մենք 26 թվականից ենք սկսել, իրենց հեռուստահեռարձակումները սկսել են 1929-ից։ Իդեպ 1928 թվականի հենց այսօրն է հայտարարվել պենիցիլինի գյուտի մասին Ալեքսանդր Ֆլեմինգը, մանրիաբան անգլիացի, հայտարարել է այս գյուտի մասին, որը շրջադարձային էր եւ բազմաթիվ իրավիճակ որոշակի փոխեց, թե պատկերացումների, թե առհասարակ այս պարագայում գնացինք առաջ։ 1906-ին Փարիզում սկսեց տաք օդով օդապարիկներով առաջին միջազգային մրցումները։ Դե շատ գեղեցիկ է։ Իդեպ 1908 թվականին առաջին անգամ բեմադրվել է նաև կապույտ թռչունը։ Մխատի բեմում է տեղի ունեցել, ասենք։ Մխատի բեմում, այո։ Ես եղել եմ այնտեղ։ Բա ինչի՞ չես ասում։ Եսի։ Զուպեից։ Էլ ինչ կա չկա։ Արտոնագրվել է արհեստական մետաքսը 1902 թվականի հենց այսօրը։ Տեսնում եք ինչքան բան է տեղի ունեցել այսօր։ Էլ ինչ կա չկա Տիգրան ջան, ասա։ Ասեմ։ Խնդրեմ, Վիեննայում տեղի ունեցել Մոցարտի վերջին կախարդական ֆլեյտա օպերայի առաջնախաղը 1791 թվականին։ Իսկ ես ուզում եմ տեղափոխվենք բժշկության աշխարհ, որովհետև ժամանակին ատամնաբույժի մոտ գնալը դա մի վախի ամբողջական ընթացք էր, ցավի հետ ասոցացում, եւ մենք սարսափում էինք, որ պիտի գնանք ատամնաբույժի մոտ, ցավ զգանք, դիսկոմֆորտ զգանք, բայց արի ուտես, որ 1846 թվականին Մասաչուսեթս նահանգում դոկտոր Ուիլյամ Մորտոնը առաջին անգամ ատամը քաշել է դիեթիլային եթերայուղով անզգայացման միջոցով, որը մեղմել է ցավը կամ չկացավ։ Ցավազար կողը։ Շնորհակալ ենք Ուիլյամ Մորտոնին, Պաստորեն։ Այո, նրան շնորհակալ ենք։ Այստեղ կախարդական ֆլեյտա օպերայի առաջնախաղն է տեղի ունեցել։ Վայ, ասել ես ներողություն եմ խնդրում։ Այնքան շատ է, որ այսպես չէ, դե չենք ասի։ Իսկ հայտնի հոբելյարներ ունենք։ Իհարկե ունենք, եւ ես առաջինը պետք է ասեմ, Մոնիկա Բելուչին է ծնվել այսօր, իտալացիան դերասանին, նա 1964-ին է ծնվել այսօր։ Ոնց չասես։ Հավերժ կանացի, հավերժ Մոնիկա Բելուչի ու հավերժ երիտասարդ Մոնիկա Բելուչին կոտրել է այն կարծրատիպը, որ տարիքը կարող է որևէ խոչընդոտ հանդիսանալ։ Կարևորը ներքին լույսն է, ներքին էներգիան եւ դրանով կարող ես միշտ լինել հաճելի, ցանկալի։ Շատ կարևոր հոբելյար ունենք։ Ով է։ Բանաստեղծ Գևորգ Էմիլի ծննդյան օրն այսօր, նա ծնվել է 1919-ին։ Եվս մեկ կարևոր հոբելյար ունենք, հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է, ծնվել է 1934 թվականի այսօրը։ Հանրայինի ռադիոլսողները, հատկապես դասական մեր համերգների ունկնդիրները գիտեն Դավիթ Օյստրախին, հայտնի թավջութակահար, նրա համերգները եւս կատարումները մենք հերարցակել ենք, նա ծնվել է 1908 թվականին։ Կարծես թե վերջ, չէ։ Կարծես թե վերջ։ Մենք ամփոփեցինք, այսպես ասած։ Այո, մենք ամփոփեցինք։ Փակենք օրացույցային պահոցը։ Ինչ կարծիք ես։ Եվ տեսնենք, թե հիմա ինչ ենք լսելու մենք։ Իսկ ինչ ենք մենք հիմա լսելու։ Տիգրանը մեր DJ-ն է եւ նա դրում երգերը բնականաբար, ու հիմա տեսնենք, թե ինչ երգ է մեզ համար պատրաստ։ Հա, խնդրեմ, ներկայացնելու կարիք չկա։ Իհարկե չկա։ I gave you my heart.
Դուրսեր առավոտից 10:22 րոպե տարեմուտի թողարկումն է Սուրճ ու Սեր առավոտից հաղորդման։ Մենք հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք։ Այո, եւ երկի ընթացքում բավականին ակտիվ շփվում էինք TikTok-յան հարթակում մեր ռադիոլսողների հետ։ Այստեղ մեզ նաեւ Լարսից են գրում, գիտես։ Ջեր ողջույններ Լարսից, ռադիոլսողներից մեկը գրում է, ինչ կլինի այնպես անենք, բացվի գանք տուն, ըստ երևույթին այնտեղ հերթեր են, ահա Բարի ամփորձանք եթեր, լավ մնացեք, ասում է շնորհակալություն։ Եվ շարունակենք հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք այսօրվա մեր զրույցի թեման։ Ինչի համար եք շնորհակալ 2025-ին կոնկրետ դուք ձեր անձնական տիրույթում, ձեր անձնական աճի պարագայում, ձեր կյանքում տեղի ունեցող անձնական հարցերի վերաբերյալ մենք անհամբերությամբ սպասում ենք թե ինչի համար եք դուք շնորհակալ։ Իդեպ ես նաև կուզեի իմանալ օրինակ Ինա Սարգիսովան ինչի համար է շնորհակալ 2025-ին, Լուսինեն Օրեկյանը ինչի համար է շնորհակալ։ Ես գիտեմ Լուսինեն կոնկրետ գիտեմ ինչի համար է շնորհակալ, որ ամեն առավոտը ստիպված ուզի մեզ հետ է։ Շակերտներում շնորհակալ։ Տեղափոխվենք Երևանյան փողոցներ 3 բալ է այս պահին, կանաչ է, չունենք ոչ մի կարմիր, բայց արի ու տես միանգամից մեկ փողոցի վրա ունենք այս պահին երկու ավտովթար Լեո փողոցի վրա, մեկը Խաչմերուկին, Լեո եւ Պարոնյան Խաչմերուկի վրա, մյուսը հենց Լեոյի վրա, երկու Խաչմերուկ։ Ընդ որում դատարկ փողոց է։ Ուզում եմ հասկանալ 3 բալի պարագայում ինչի եք երկու վթար մեկ փողոցում մի քիչ հեռավորությամբ վրա լուրջ ուզում եմ հասկանալ կամ անվադողերը փոխած չեն իդեպ նաև տեղեկացնենք որ ստուգումներ են իրականացվել եւ պարզվել է որ բազմաթիվ ավտոմեքենաներ չեն փոխել անվադողերը եւ ամառային անվադողերով են երթևեկում լավ ձեր մասին չեք մտածում մտածեք կողքի մեքենայի վարորդների եւ մարդկանց մասին իրենք ոչինչով մեղավոր չեն որ դուք անպատասխանատու վարք եք դրսևորել եւ չեք փոխել անվադողերը երրորդ վթարն էլ հայտնվեց խնդրեմ Մաշտոցի վերջնամասում Փակշուկայից մի փոքր էս կողմ դեպի Կանխանութ հա վթար խնդրեմ եւ ստեղծվեց այստեղ ստեղծվեց արդեն խցանում վթարի հետևանքով ըստ երևույթին հուսանք որևէ մեկին ոչ մի բան չի պատահել այստեղ ունենք մասամբ տեղ-տեղ որոշ փողոցներ որ նույնիսկ բոսոր են բայց դրանք փոքրիկ փողոցներ են ըստ երևույթին վարորդները փորձում են մեծ փողոցները շրջանցել եւ հետեւաբար այդ փոքրիկ նեղլիկ փողոցները ստիպված դառնում են ավելի խցանված ընդհանուր առմամբ քաղաքը դատարկ է 3 բալ է ոնց է քաջողացում շատ ցուրտ է ըստ երևույթին դրանով է պայմանավորված երևի թե հա իդեպ քանի որ խոսում էինք վթարներից շատ կարեւոր է հատկապես ամանորի այս օրերին հարգելի ռադիոլսողներ գիտենք որ մեկը մյուսի տուն են գնալու հաճելի լավ տրամադրությամբ միմյանց կենաց բաժակներ են բարձրացնելու մաղթանքներ են հնչելու գինովցած ոգելից խմիչք օգտագործած մի նստեք ղեկին ուշադիր եղեք հատկապես այդ օրերին թողեք մեքենան տրանսպորտով երթևեկեք իդեպ տրանսպորտը աշխատելու է հետաքրքիր այսպես արտակարգ ռեժիմով ամանորի երբ սուրբ ծննդյան տոներով պայմանավորված Երևանի ավտոբուս ընկերությունը կաշխատի հետևյալ աշխատանքային գրաֆիկով վաղ դեկտեմբերի 31-ին ժամը 7-ից 22:30-ը, հունվարի 1-ին եւ 2-ին ժամը 8-ից 22:30։ Ահա, հունվարի 3-ին եւ 4-ին էլ արի ասենք 7-ից 22:30 ժամը նույնն է։ Հիմա մնում է հասկանալ թե ավտոբուսների, այսպես ասած, միջև ընկած ժամանակահատվածը որքան է, հուսանք 1 ժամ չէ եւ ժամերով ստիպված չեն լինի մարդիկ սպասել, բայց ինչ վերաբերում է մետրոպոլիտենի հետ կապված ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Երևանի մետրոպոլիտենը գործելու է հատուկ ռեժիմով աշխատանքային ժամերում փոփոխություններ են լինելու եւ հիմա տեղեկացնենք որ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը սկսվելու է ժամը 7-ից եւ շարունակվելու է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 2:30-ը, այսինքն եթե տրանսպորտային միջոցները ավելի շուտ են եզրափակելու իրենց աշխատանքը, ապա մետրոն մինչեւ գիշերը 2:30 կաշխատի։ Ուշադիր պետք է լինել նաեւ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչեւ հունվարի 1-ը 0 ժամ 15, այսինքն մոտավորապես 30 րոպե մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։ Այս կես ժամվա ընթացքում կանգառ չի լինելու, ըստ երևույթին պայմանավորված է հրապարակում մեծ տոնական միջոցառման հետ, այսինքն 23:45-ից մինչև կեսգիշերնանց 15, այսինքն 30 րոպե Հանրապետության հրապարակում կանգառ չի լինի, սա ուշադիր եղեք, այս կարևոր մանրուքին էլ ուշադրություն դարձրեք։ Դες մենք շարժում ենք առաջ։ Շարժվում ենք առաջ։ Այո, այո։
Մաքուրը պատրաստված է նվերները Փաթաթել ենք լույսերով Շրջապատել ենք փողոցներն ու մեր տները Ու սպասում ենք Ամանոր, ամանոր Քեզ սպասել ենք ամեն օր Ամանոր, ամանոր Տոն ամենակարևոր Մանուկներն ուրախացել են, նամակներն արդեն գրել են ու շուրջ պար նրանք կազմել են սպասելու են բոլորով ձմեր պապին ջրանուշին ու մոտենում են Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր Ամանոր, ամանոր, տոն ամենակարևոր Սուրճ ու սեր առավոտից։ Ամանոր, այո, ամանորը ոչ մի կերպ չի փորձում դուրս գալու մեր ուղիղ եթերից։ Կրկին ասում ենք բարի լույս բոլորին, 10:31 րոպե։ Մենք ներթափանցում ենք կրկին մեր Facebook-յան էջ եւ տեսնենք թե ինչ են մեզ գրում։ Ոյ, շատ են գրել Միչայելոց, հիմա փորձենք այնպես անել, որ բաց չթողնենք ոչ մեկի գրառումը, հա։ Արամ Մկրտչյանի գրառումից սկսած այլևս չենք կարդացել, կարող ենք փորձել ընթերցել։ 2025-ում իմ լուման կարողացա տալ Հայաստանի պաշտպանության նախարարությանը, հա, բանային 25 օրով շատ կարևոր ինձ համար ձեռքբերումներ ունեցա, 25-ին մեքենա ձեռք բերեցի, 25-ից սկսեցի ստաբիլ ամեն օր հետևել ձեզ, ինչի համար ավելի ուրախ եմ։ Վայ, ինչ հաճելի է, շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք, շատ հաճելի է իսկապես, որ հետևում եք մեզ եւ դա կարծես թե շնորհակալության առիթ է եղել եւ շարունակենք ընթերցել Էդիկ Բաբուջյանը հերահար շամպայնի բաժակով մեզ շնորհավորում է շշով նույնիսկ Արմինե Հովսեփյանը, որը մեր մշտական ռադիոլսողն է եւ մշտապես կապի մեջ է մեզ հետ, իմ շատ սիրելի, մեր շատ սպասված հաղորդավարներ ջան, Լուսինե ջան, Տիգրան ջան, ինչ լավ է, որ ամեն առավոտ դուք ձեր թիմով մեզ միշտ պահել եք եւ պահում եք դրական լադի վրա, այնքան կարեւոր է մարդն ինչպես է սկսում օրը եւ որքան ժամանակ է դուք մեզ առավոտվա տրամադրություն հաղորդողը, դուք եք մեր առավոտվա տրամադրություն
հաղորդողը։ Թող Աստված ձեզ եւ ձեր թիմին շատ հաջողություններ ու ձեռքբերումներ տա, որպեսզի ձեր առավոտյան պոզիտիվը ոչ թե լինի զուտ գործի համար, այլ ամենօրյա հոգեվիճակ է։ Ձեզ շատ սիրում եմ, մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Լուսինե Պասուց Տոլման երբ ես պատրաստում գրում եմ մեր գործընկեր Էդգար ջան, ես շտապեմ հիասթափեցնել, ես չեմ պատրաստելու Պասուց Տոլման, այո, շնորհակալություն է հայտնում ես, որ կանք։ Կաստինգով ընտրված խնդեր։ Այո, մենք այդպեսին ենք ինչ խոսք, եւ այստեղ Խակուստի նվերների խանութ տեսեք ինչ են գրում, անունով օգտատերն եմ ես գրում։ Բարի լույս, շատ դրական Տիգրան եւ Լուսինե, ես շատ շնորհակալ եմ, որ ուրախ անցավ 5 տարին ու նոր տարին ուզում եմ բոլոր ընտանիքներում ջերմություն, հաջողություն բերի, ոչ մի երեխա տխուր աչքեր չունենա, շնորհավորաբար եւ սուրբ ծնունդ։ Այո, ոչ ոք տխուր աչքեր չունենա, իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են եւ գուցե դու կարողանաս փորձել այնպես անել, որ քո ներաշխարի տխուր իրավիճակը չփոխանցես մյուսներին, բայց այդուհանդերձ աչքերը հաճախ մատնում են, այնպես որ եթե ժպտում եք, լիաթոք ժպտացեք, որպեսզի ձեր աչքերն էլ ժպտան եւ իսկապես լինեք երջանիկ։ Սիրում եմ դες Տական գյուրուն վերներ Երազանք մի քանի ունեմ Որ տունը մեր լծվի ծիծաղով Ջերմու հանգիստ լավ պահերով Սեր ասելով ու գրկելով Հիշողություն ստեղծելով Նոր տարին Որ կապում է բոլորին Նոր տարին Հավատա դու հրաշքի Ու տունը մեր կլծվի ծիծաղով Ջերմու հանգիստ լավ պահերով Սեր ասելով ու գրկելով Հիշողություն ստեղծելով Չեմ ուզում, ինչ պետք էր կարիմ ներսում Դու միշտ ապիր ու կստացվի Թե հավատաս դուրը կբացվի Ու տունը մեր կլծվի ծիծաղով Ջերմու հանգիստ լավ պահերով Սեր ասելով ու գրկելով Հիշողություն ստեղծելով Նոր տարին Որ կապում է բոլորին Նոր տարին Հավատա դու հրաշքի Ու տունը մեր կլծվի ծիծաղով Ջերմու հանգիստ լավ պահերով Սեր ասելով ու գրկելով Հիշողություն ստեղծելով Նոր տարին Սուրճ ու սեր առավոտից 10:36 դեկտեմբերի 30 օրը 3 շաբթի մենք շարունակում ենք աշխատել մեր տարեմուտի տոնական եթերում։ Եվ չենք մոռանում, որ կարող եք զանգահարել 55 3702 ուղիղ եթերի հեռախոսահամարով եւ մեզ պատմել, թե ինչի համար եք շնորհակալ 2025-ին, ում եք կամել շնորհակալ, սա եւս շատ կարեւոր է, թե ինչ տվեց տարին մեզ, շատ շատերն են ասում, որ տարին բավականին բարդ տարի էր ամբողջ աշխարհի մարդկության համար, փորձություններով, փորձառություններով լի տարի էր,
շատերի համար դժվարություններով լի տարի էր, բայց դրանք թող այնպիսի դժվարություններ լինեն, որ ցես միմիայն կոփեն, ավելի ամուր դարձնեն։ Բայց դերևս այս բոլոր շնորհակալական խոսքերի մեջ կարծում ամենակարևորը ի վերջո մեր ընտանիքներն են, Իհարկե։ որովհետև նման հարցում նաև եթե փորձենք այսպես գլոբալ աշխարհի մակարդակով հնչեցնել, ապա ես վստահ եմ, որ մեծ մասը կպատասխանի, կշեշտի նաև ծնողներին ուղղված շնորհակալությունը, բնականաբար երեխաներին, ընկերների դերը եւ որպես կայունության եւ աջակցության աղբյուր իհարկե դա ընտանիքն ու մտերմիկ մարդիկ են։ Այո, միանշանակ, բայց եւս մեկ կարևոր հանգամանք կա, որ առաջնային է, անմիջական կապ ունի ընտանիքի մտերիմ մարդկանց հետ, բայց այդուհանդերձ առողջությունն է ամենաառաջնայինն ու կարևորը, թե ձեր առողջության մասին է խոսքը, թե հարազատների ու մտերիմների առողջության ու հոգեկան հավասարակշռության մասին, որովհետեւ երբ առողջության հետ որևէ խնդիր է լինում, ցանկացած այլ խնդիր, որը ամենալուրջն ու ամենադժվարն էր համարվում, կարծես թե կորչում են, վարքյանական վերանում են եւ գլխավորն ու առաջնայինը դառնում է հենց առողջությունը, այնպես որ առողջ եղեք հարգելի ռադիոլսողներ, եւ մենք կարծես թե զանգ ունենք, լսենք ռադիոլսողին եւ իհարկե ասենք բարի լույս։ Տեսնենք ով է մեզ միացել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ, ներկայացեք։ Ես Կարին եմ, մենեմ մի քանի անգամ Այո, այո։ զանգում հաղորդման ընթացքում։ Այո, շատ Շնորհակալության մասին է խոսքը։ Այո։ Ուրեմն անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր մենք չենք պակասել մեր ընտանիքից ոչ մեկ։ Ահա։ Եվ շնորհակալ եմ, որ ինձ առողջություն պարգևեց ծանր հիվանդությունից հետո։ Ձեզ ապակինում ենք մաղթում, Ապակինում, առողջություն ենք Շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ իմ երեխային, առաջին հերթին Աստծուն։ Մենք էլ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք ձեզ։ Լավ նոր տարի լինի, լինի խաղաղություն։ Այո, անչափ շնորհակալ ենք։ Եվ ի վերջո շատ կարևոր է նաև շնորհակալության զգացումը, անդադար շնորհակալ լինելու այդ հատկությունը շատ կարևոր է նաև ներքին խաղաղության ու ներդաշնակության համար եւ գնանք տեսնենք թե այլ ինչ հետաքրքիր շնորհակալության համար կոնկրետ տարբերակներ կան, հա։ Ես կարծում եմ նաև պետք է շնորհակալ լինել, որ դու ունես հնարավորություն ազատ ստեղծագործելու, աշխատելու եւ քո մտքերը կատարածելու, դա եւս շատ կարեւոր է։ Այո, եւ հնարավորությունների համար պետք է շնորհակալ լինես, դա կլինի երկրորդ հնարավորություն, երրորդ հնարավորություն, կարեւոր է լինել շնորհակալ եւ տեսնել ու վերցնել այդ հնարավորությունները ու ճիշտ դրանք օգտագործել առհասարակ գնահատել ունեցածը։ Այո, ստեղծագործական ազատության մասին խոսեցիր, կարծում եմ, որ ազատություն բառը իր մեջ եւս պարունակում է սահմաններ եւ պետք է կարողանանք այդ ազատության սահմանները եւս գծել, որպեսզի դյուրիմացություններ չլինեն եւ այդ ազատությունը որևէ մեկի ազատությանը չխոչընդոտի։ Դե կարծում այս մաղթանքը, ստեղծագործական ազատությունը ավելի շատ վերաբերում է արվեստի մարդկանց, դերասաններին, երաժիշտներին, եթերում աշխատող մարդկանց, այո, մեզ համար այդ հնարավորությունը, հա, ազատ ստեղծագործելու կարծում շատ կարևոր է։ Շատ կարևոր է, երբ կարողանում ես մտքերդ կիսել ռադիոլսողների հետ մեր պարագայում դա այդպես է, չէ՞, ի վերջո։ Եվ շատ հետաքրքիր է, որ հաճախ նաև հայտնի մարդկանց շնորհակալական խոսքերը կամ մտքերը, որ նրանք կիսվում են, դառնում են հետաքրքիր բանալի մյուսների համար եւ նրանք փորձում են այդ տարբերակները եւս կիրառել ու ունենալ ինչու ոչ լավ кейսեր, հա։ Ծափարություններ, լավ ինչու ոչ։ Մենք շարունակենք թեման քիչ անց 553702 ինչի համար եք շնորհակալ դուք 2025-ից գրեք մեզ, զանգահարեք մեզ, տեսնենք, շարունակենք։ Բնականաբար ընտրանին այսօր երաշտական վերաբերում է բացառապես ամանորին։ Սլակները կանգնեցի 12 ղողանջներ Գիշերվա մեջ հնչեցի Նոր տարի դու եկես Եվ թակել ես դուրը մեր Եվ քո հետ տներու Վարմեսին ուրախ նշել Happy New Year Նոր տարի գալը Թող լինի բարի Մեզ հույսեր հավատուսել Մեզ պարգևի Happy New Year Նոր տարի գալը Թող լինի բարի Թող ուրախ
Ամանորը անհամբեր Տոնացար ծմեր պար Եվ իհարկե նվերներ Մենք լեցուն բաժակները Բարձրացնում ենք քո պատվի Եվ ասում իր սրտեր Շնորհավոր լինի կրկին Եվ նոր տարի Happy New Year Happy New Year Նոր տարիքը Թող լինի բարի Մեզ հույսեր հավատուսեր Մեզ վարկերի Happy New Year Happy New Year Նոր տարիքը Թող լինի բարի Թող ուրախ ու երջանիկ տարի Մեր երկիրը, մեր օջախը այլենի Զարգանա, շենանա Եվ մի նոր վերել կապրի Թող լցեն մեր սրտերը Բարությամբ ու նոր լույսով Կողք կողքի Ուսուսի Տունը մեր պահեն սիրով Այլենի Տունը Happy New Year, Happy New Year Նոր տարիքը Թող լինի բարի Մեզ հույսեր հավատուսեր Մեզ վարկերի Happy New Year, Happy New Year Նոր տարիքը Թող լինի բարի Թող ուրախ ու երջանիկ տարի Թող լինի Այո, թող լինի, Թող լինի, այո։ թող հրաշք գա եւ բոլորիս բարին բերի։ Այո, օրինակ TikTok-յան հարթակում Հայկ անունով օգտատերը գրում է, որ իր համար ֆինանսական ձեռքբերումներ են եղել 2025-ին, բայց սիրո կորուստ է ունեցել։ Թող չլինեն կորուստներ։ Կորուստներ թող չլինեն կամ լինեն, բայց մենք չգիտենք որն է լավ, որը վատ ըստ էության, Գուցե գուցե բարին էլ դա է այդպես Հայկ ջան։ Ողջունենք Ունենք զանգ։ ռադիո լսողին, ասենք բարի լույս։ Բարի լույս Ո, մարդիկ Ողջույն Տիկին Բարի Սեդա։ լույս, բարի լույս։ Բարի լույս լուսասեր մարդիկ, բարի լույս լուսատու մարդիկ, բարի լույս լուսատեր մարդիկ։ Այս սարքանվերս կարելի է շարունակել։ Շնորհակալ ենք, բարի լույս։ Եվ եթե ինչ շնորհակալ լինեմից առաջ հարցնեիք, ինչ ես դու ամենաշատը սիրում կամ ինչին ես հավերժ սիրահար, ես կասեի, այս անverջ անսպար լեզվին, որ իմ հայոց լեզուն է, այն ամենն եմ սիրում եւ այն ամենին եմ սիրահար, ինչը հայոց է, ինչը հինավուրց է, ինչը հայկական է, բայց միայն գենետիկ, ով գենետիկ հայ է եւ իր մեջ կրում է զտարյուն հայ գենը եւ պաշտում է այն ամենը ինչ հայկական է եւ հայոց է։ Ահա, իսկ շնորհակալ լինելու մասով եթե դու Չինեմ կարքես։ շնորհակալ։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ Բարձրալին, Ահա, հենց այս պահի համար, այս ակնթարթի համար, որի մասնակիցն ենք մենք, որի վկան ենք մենք, որի ինչու՞ չէ, նաև կերտողն ենք մենք եւ ամեն ինչի համար, ինչ որ տվել է ինձ, միջև անգամ այն դժվարությունները, այն փորձությունները, որի միջով ես անցել եմ ու անցնում եմ, ամեն ինչի համար ես շնորհակալ եմ։ հրաշալի։ Երկրորդ շնորհակալ եմ հանրային ռադիոյին է, բոլոր այն մարդկանց, ում մտահղացմամբ առավոտյան այս եթերը կրկին վերադարձվեց ունկնդրին եւ մենք յուրաքանչյուր առավոտ այսպես սիրտ սրտի սեր ենք կիսել, մի բաժակ սուրճ ենք կիսել միմյանց հետ։ Ես իր սրտը բոլորիդ շնորհակալ եմ եւ նույնքան անսպասելի ջերմություն ես մաղթում եմ ձեզ բոլորիդ անձնական կյանքում, ընտանիքում եւ ամենուր։ Շնորհակալ Եվ եմ։ երրորդ շնորհակալ եմ, դա հենց 25 թվականին է, 2025 թվականին եմ շնորհակալ։ Հավերժությունից եկավ եւ
շուտով ժամեր անց հավերժության գիրկը կանցնի 25 թվականը, ինչպիսին է եղել նա յուրաքանչյուրից համար, ամեն մեկս կարող են գնահատել, բայց ինչպիսին է եղել 25 թվականը պատմության համար, դա այսեն այդ գնահատականը պատմությունը Թողնենք պատմաբաններին, այո։ թողնենք ձեր պատմությունն էլ կտա նաև ժամանակի հետ նաև մեր գնահատականը, որ ովքեր որ ապրել են 25 թվականին, ինչ են արել 25 թվականի համար, պատմության համար, հենց պատմությունն էլ կտա։ Եվ վերջապես 26 թվականին եմ ուզում ասել, նախ 25 թվականը թող բարի գնա, բարով գնա, իսկ 26 թվականը թող բարի եւ բարով գա։ Միայն խաղ գնա, միայն այսպես սիրտ սրտի, սիրո, այսպես բարի ճանապարհ մաղթենք նաև 26 թվականին։ Շնորհակալություն Տիկին Սետա ջան։ Համայն հայությանը եւ հայոց աշխարհին ու նաեւ ամբողջ աշխարհին եւ բոլորով միասին հենց այս պահին հռչակենք, որ մենք հավերժ ենք, մենք անվերջ ենք, մենք անսպառ ենք, մենք լինելու ենք իհետուկս նրանց ովքեր դա չեն ուզում։ Շնորհակալություն։ Մենք կանք ու լինելու ենք, այո, շնորհակալություն Տիկին Սետա ջան։ Ընդգրկուն եւ այսպես մեծ բազմասերանոց մաղթակների համար։ Մենք էլ շնորհակալ ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ իրականում պետք է շնորհակալ լինել, որ ամեն օր հնարավորություն ունենք տեսնել, թե ինչպես է լույսը բացվում։ Շուտով 1 տարին կբոլորի արդեն։ Ինչպես է նույն փողոցը մեր աչքի առջև, բայց տարբեր մարդիկ գնում, տարբեր մեքենաներ անցնում։ Մի խոսքով, այո, շուտով, մի քանի օրից։ Մի քանի օրից մենք կնշենք մեր ծրագրի 1 տարին եթերային։ Make my wish come true. All I want for Christmas is you. Yeah. I don't
Սուրճ ու սեր առավոտից։ Եվ իհարկե մեր այսօրվա ուղիղ եթերի վերջին րոպեներն են։ Վերջին հատվածն է, կարող եք այդպես ասել, եւ Եվս հաղորդագրություն ունենք, ընթերցենք, որպեսզի չնեղանան մեզ հանդիպողները։ Այո։ Խնդրեմ, սուրճ, սև սուրճը խմել վարդագույն ակնոցներով խորհուրդ է տալիս TikTok-ի մեր A300, չէ, A եւ 403 անունով օգտատերը։ Վարդագույն ակնոց ձեռք կբերենք, հաջորդ անգամ վարդագույն ակնոցով եթերում կհայտնվենք, եթե կարողանանք գտնել։ Եվ իհարկե սուրճը կխմենք հատուկ ձեզ համար հենց այդպես։ Վարդագույն ակնոցով սև սուրճ։ Կփորձենք։ Հասմիկ Ավետիսյանն է Facebook-ում գրում, հարգելի հաղորդաշար։ Ես դեր մշտական ունկնդիրն եմ շատ սիրում եւ աշխատանքային օրը սկսում եմ դրական լիցքեր ստանալով, որի համար շատ շնորհակալ եմ։ 2025 առանձնանում է մեր սահմաններում խաղաղության արկայությամբ, ինչը ամենակարևորն է մեզ համար։ Ձեզ գրում է Հասմիկ Ավետիսյանը Գավառից։ Ահա, ես կարծում եմ, որ Գավառ պետք է գնալ ամանորին, գիտես։ Ինչու հենց այդպես։ Ուտես բոլորի սեղաններին դրված համեղագույն փախլավան, այո, Գավառի փախլավան ուրիշ։ Նեմ գոթան։ Գոթան էլ լավ, բայց փախլավան առաջին հորիզոնակը։ Բա հյուրընկալությունը։ Դե չենք էլ քննարկում։ Ինչ անենք, վեր կենանք եւ գնանք Գավառ այս տարի, Տիգրան ջան, ինչ կարծիք ունես դու, ինչ ես կարծում։ Այ կկարողանայիր ամանորը անցկացնել որևէ սարի գլխին միայնակ տանը, առանց ինտերնետ, առանց հեռախոս, առանց հեռուստացույց, քեզ կշրջապատեր գեղեցիկ բնությունը, այս պարագայում նաև վայրի բնությունը իր կենթանական աշխարհով, Սարի գլխին չգիտեմ, բայց որ ես պետք է աշխատեմ ամանորի գիշեր ինչպես միշտ դա փաստ է։ Դու կհանգստանաս։ Ես տանը կաշխատեմ, իրականում ասեմ տանը մնացողների համար ավելի դժվար է, եփիր, թափիր, դիր, հավաքիր, լվա, դե գիտեք, հայ կանայք այդ առումով անսպառ էներգիա ունեն եւ հյուրընկալեն ու ուզում են, որ յուրաքանչյուր տուն գա, յուրաքանչյուր հյուր բավարարված ու երջանիկ գնա իրենց տնից, դա է վկայում խանութներում մարդկանց հոսքը, չդադարող հոսքը կարող ենք ասել, անսպառ հիշեք, որ նոր տարին ընդամենը օր է։ 2-3 օր է։ Ընդամենը օր է, որից հետո կյանքը շարունակվելու է։ Այո, փող թողեք էլի, հետո ապրելու համար դա նկատի ունենք, հետո չմնաք առանց փող։ Ահա, իդեպ մեզ հավելում է չմոռանաք Գավառի քաշած օղին։ Այո։ Չենք էլ քննարկում, ուղղակի եթերում չէինք ուզում էլ, այդ մասին խոսեինք, այո։ Մենք բնականաբար հրաժեշտ չենք տալիս եթերային առումով, որտեղ վաղը 9:30-ից բոլորով 11:30-ը ավելի երկար կլինենք եթերում։ Եթերում ենք լինելու, ունենալու ենք հետաքրքիր տարբերակներ, նաև երկի պրեմիերա ենք ունենալու ինտերակտիվ։ Այո, եւ մեր իմ ռադիոյի մեր շատ սիրելի մեր կրծեր գործընկերները նաև ուղիղ միացումներ են անելու քաղաքի տարբեր հատվածներից, փորձելու ենք հասկանալ, թե ինչ իրարանցում է տեղի ունենում։ Մի խոսքով, հա, եւս մեկ կարևոր բան, դուք էլ նվերներ ունեք, հարգելի ռադիոլսողներ, եթե մասնակցեք, ակտիվ լինեք եւ մասնակցեք մեր վիկտորինաներին, ապա դատարկաձեռն չեք հեռանայի 2025-ից։ Այնպես որ կոչ ենք անում 2025-ի վերջին առավոտը սկսել Հանրային ռադիոյի հետ միասին մենք ուղիղ եթերում կլինենք ժամը 9:30-ից։ Այո։ Ավարտին ունենք երկի պրեմիերա, ընդամենը 2 շաբաթ առաջ Քայլի Մինոկը հրապարակել է իր Christmas նոր կատարումը։ Ես կզարմանայի, որ Քայլի Մինոկ չընչեր, բայց Քայլի Մինոկի կողքին պետք է ընչի Տիգրան Հարությունյան Եվ Լուսինե Մուրադյան, մենք աշխատեցինք նախավերջին եթերում։ Այո։ How we get through this mystery.